ես ուրեմն մի քիչ վերադարձնեմ դեպի բան, դեպի հայաստանյան ոնց որ իրականություն։ Բայց դու ասացիր, որ փաստացի, քո ասածից հետեւյալն է։ Դուրս գալիս, որ Հայաստանում այս պահին կա մարմին պետական, որին տրված է կառավարության որոշումներով եւ օրենքներով ֆունկցիա, որ ինքը ամեն պահի ժամանակի տևարկյանում կարա որոշի, որ ասենք X կայքը, խոսքի anti-fake.am-ը, չեմ, ասենք մյուսը էլ էդի ինչ որ պատճառով վտանգ է ներկայացնում հասարակությանը Չէ, հասարակության վտանգը տեղը տենց բան չկա։ Իրանք ասում են հետեւյալը. մենք արգելափակում ենք կայքեր։ Վերջ, հասարակության վտանգ կամ ինչ որ մի տենց բան, իրանք չեն ասում։ Չեն բացատրում։ Չեն անում բացատրել։ Ու այդ այտենց գործառույթ էլ չունեն բացատրելու։ Հասկացա։ Պրոստը որոշում ենք ու փակում ենք ու օպերատորները, կապի օպերատորները պարտավոր են ամեն ինչ անեն։ Որ պատկերացնեք, այդ արգելափակումները կային նաև Starlink-ի կապում։ Այսինքն Starlink-ը, որ լիցենզիա է ստացել Հայաստանի տարածքում աշխատել, արդեն դա արել է։ Հա, այդ արգելափակումները Starlink-ի ցանցում կային։ Ռուբ, ես ճիշտ եմ հասկանում, որ Starlink-ի ցանցը բացատրի արագ ու անցնենք առաջ։ Հա։ Լավ, ուրեմն մեր սրտի Իլոն Մասկը սարքել է մի հատ տենց ինտերնետ բաժանելու համակարգ, որ սպուտնիկներից դուք կարող տանը դնեք համեմատաբար էժան սարք, որը արժի մոտավորապես $250, այդ սարքը դնում եք ու օգտվում եք սպուտնիկի ինտերնետից, այլ ոչ թե Ucom-ի, Rostelecom-ի ու բոլոր մնացած քոմերի ինտերնետից, հա, եթե ուզում եք մաքուր ինտերնետ, եթե ուզում եք այդպես բան, դրեք այդ սարքը, օգտվեք։ Արժի թե չարժի։ Լսի, ես համարում եմ, որ արժի, ես ունեմ Starlink։ Okay. Հիմա գանք նորից product placement հետևակի, բայց կարևոր է։ Ինչ ասես գովալ կլինի, վերջում իմ գիրքն էլ գովազդացել։ Դու չկա ուրա դուր։ Որ չեկար շնորհանդեսին։ Տեսարեց։ Չէ, հիմա չկերցրեց։ Այն որ ասում եմ ձախ պոչկից մի խփեք քարունեի հանել են, այդ ձախ պոչկից կպցրի։ Հիմա գանք բան։ Ես ճիշտ եմ հասկանում, որ օրինակ ցանկացած էլի պահի կարա անհասանելի լինի Անժելայի խոսքի страничкան, ասենք քո բլոգը, Պողոսի, չգիտեմ, պարտիայի կայքը, կուսակցության կայքը։ То есть իրանք ամեն պահի կարան դոստուպը փակեն։ Հա, ցանկացած բանի։ Հա։ Okay։ Հիմա այստեղ էլի շատ հետաքրքիր պահ կա։ Նայ։ Այտենց անգլերեն ասացված կա, որ եթե դու չագու չունես ձեռդ, ահա որ մեծ քանակությամբ մեխեր ես շուրջը տեսնում։ Երբ որ այս արգելափակումները արեցին, մեկ էլ հայտնվեց մի կազմակերպություն, որը կոչվում է օպերատորների միություն, ու այդ կազմակերպությունը որոշեց, որ ահա որ վատ կայքեր կան ինտերնետում, որոնք անում են ֆուտբոլային տրանսլյացիաներ։ Հա, illegal, հա։ Illegal տրանսլյացիաներ։ Ուրեմն կա բան, TV-ներ, որոնք առնում են այդ ֆուտբոլային տրանսլյացիաները ցույց են տալիս Հայաստանում, իսկ այդ ինչ որ չմոտ սայթերը, ինչ որ $1 են աշխատում տրանսլյացիայի համար, չի կարելի այդպես բան անել։ Հիմա իրանք էլ ուզում են, որ այդ տրանսլյացիաների սայթը փակվի։ Կրիպտոարժույթների մասին օրենքով նշված է, որ Հայաստանի տարածքում իրավունք ունեն աշխատել մենակ այն կրիպտոարժույթների օպերատորները, բորսաները, փոխանակման կետերը, որոնք ինչ որ մի տեղից լիցենզիա են ստանում։ Այսինքն դրանք էլ կարան արգելափակվեն։ Նայ, Ռուսաստանում 2012 թվականին Ռոսկոմնadzորը ստեղծվել էր այն նրա համար, որ մանկական պոռնոգրաֆիան չտարածվի։ Այսօր Ռոսկոմնadzորը զբաղվում է այն նրանով, որ Facebook ու Instagram-ը փակում։ Հասկանում եք, չէ՞, որ էվոլյուցիա։ Հա, հենց չակուչը ձեռդ հայտնվեց, դալշ սկսվում է այն պատմությունը, որ պետք է կաց վախտը լյուբոյ բան էլ կփակվի։